Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, հայրենակիցներ, ճիշտն ասած մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտմամբ եւ պատրաստակամություն ենք հայտնել այստեղ խմբակցության падգամավորներով ես եւ պարոն Գևորգյան Արգիշտի տեղում լինել մեր քաղաքացիների կողքին, շատ թե քիչ խնդիրներին ծանոթ ենք, գիտենք ինչ խարդախության եւ անօրինականությունների զոհ են դարձել մեր քաղաքացիները, պատրաստ ենք լսելու քաղաքացիներին իրենց ուզող այս դժվարին պահին իրենց կողքին լինելու եւ մեր ունեցած համանդրական գործիքակազմով փորձենք բարձրաձայնել եւ հետեւական լինենք, որպեսզի շատ թե քիչ մեր դժվար քաղաքացիների իրավունքները փորձենք վերականգնել։ Մեր այցի նպատակը դա պատրաստ ենք տեղում, եթե իրանք դեմ չեն քաղաքացիները առանձին խումբ դելեգացիա կազմեն, ովքեր կոմպետենտ են խնդրից ծանոթ են ընդունելու, լսելու, մոտավորապես քանի հոգու դուք կարող եք հիմա այս պահին ընդունել ու լսել։ Հեսա տարածքը մոտավորապես 20 մարդու կարող ենք մենք ընդունել տեղում լսել, աշխատասենյակում նաև պատրաստ ենք, եթե իրանք դեմ չեն, իհարկե ոտքի վրա 20 հոգու անձնագրեր պատրաստ եք, 20 հոգու առանձնանալ։ Մենք փորձենք բան անել, ստեղ տեղում հենց կարող ենք ընդունելությունը կազմակերպել, հարցում ստեղ բարդ չկա, եթե անգամ ինչ-որ փորձեն խոչընդոտել, մենք կարող ենք դրսում մեր գույքագրել այդ խնդիրները, այնպես չի որ շենքային պայմանները մեզ համար այդպես ուժ կարևոր է խնդրին ծանոթանալն է, փոխադարձկապ հաստատելն է եւ քաղաքացիների իրավունքներով անանել առաջ գնալն է։ Կաբինետային պայմանները այդքան մեծ շատ էլ չի կանալու։ Կարևորը մեր այցի նպատակը խնդրին ծանոթանալն է եւ լուծում տալն է։ Նրանք պահանջում են Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականը, ազգային ժողովը այս դեպքում ինչ կարող է անել կոնկրետ ընդդիմադիր խմբակցությունը։ Կենտրոնական բանկի նախագահին կարծում եմ ազգային ժողովի падգամավորներ ընտրել եւ նա որպես խորհրդարանական երկիր պարտավոր հաշվետվությամբ ներկայանալու խորհրդարանական ազգային ժողովի падգամավորներին իր հիմնավորումներն իհարկե եթե բալի մենք հրավիրենք քննարկումների, լսումների, սա խորհրդարանական երկիր է եւ մեծ հաշվով գործադիր մարմինը եւ առավելից Կենտրոնական բանկի նախագահը հաշվետու է ազգային ժողովի падգամավորներին, քանի որ ազգային ժողովի падգամավորը ժողովուրդն է ընտրել, մենք պատրաստական ենք մեր ժողովրդի կողքին լինել իրենց ուզող խնդիրներով զբաղվենք եւ մեր նորից եմ ասում համադրական կանոնակարգ օրենքով մեզ լիազորությունների շրջանակներում փորձենք օգտակար լինել մեր քաղաքացիներին։ Խնդրի հասցեատերը Կենտրոնական բանկն է հենց կոնկրետ։ Ես ինչքան ծանոթ եմ, կոմպետենտ եմ, ստեղ մոտավորապես 10,000 քաղաքացի իրավունք է խախտվել։ Բնականաբար նաեւ քաղաքացիների լսելուց մենք հասկացել ենք, որ բանկային համակարգում կան սողանքներ, մտածված են թողվել, թե մտածված են թե տեխնիկապես սողանքներ է թողվել, որի արդյունքում մեր քաղաքացիները տուժել են։ Մենք իրավական առումով փորձենք իմանալ այդ խնդիրը, կարծում եմ համապատասխան նամակներ իրանք ասիագրված կլինեն գլխավոր դատախազին, իրավապահարներին եւ հասկանանք 20 թվականից 2020 թվականից միջև որ այս մարդիկ տուժել են։ Իրավապահ համակարգը դատախազությունը ինչ օրենքով լիազորի շրջանակներում ինչ միջոցներ են ձեռնարկել։ Հակառակ դեպքում սա պաշտոնական անփութություն է, անթողություն է, որտեղ քաղաքացիներ 1 չէ, 2 չէ, բազմահազար քաղաքացիների իրավունքները խախտվել եւ հասկանանք մեր կառավարությունը մեր ընտրած մարմինները, որոնց մենք ենք դրել, ինչպես են մեր քաղաքացիների խաթարված իրավունքները վերականգնելու կամ ինչ գործունեություններ են ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հնարավոր է կազմակերպված լինի այս ամենը բանկերի հետ։ Ես ոչինչ չեմ բացառում, խնդրին ծանոթ եմ ակերեսորեր, իհարկե խորքից ծանոթ չեմ, գլսենք քաղաքացիներին, կտանք մեր կողմից փաստարկված իրավական գնահատականներ, փորձենք մեր գործիքակազմով առաջ գնալու։ Ամեն ինչ հնարավոր է երկրում, ես չեմ բացառում ոչինչ, փորձենք հասկանալ տեղում ովքեր կոմպետենտ են, ոնց հասկացա Ղարագոզյան ունենք, պարոն Ղարագոզյան, ով փաստաբանն է, ինքը զբաղվում է քաղաքացիների խախտված իրավունքներով, հասկանանք ինչ նամակներն ասիագրվի, ինչ հաղորդում են ընդունվել, քրեական վարույթ մասին վարույթ ընդունվել, հարուցվել է, ինչ են արել, տեղը մեծ հաշվով 5-6 տարի անցել է, փաստորեն նոր չէ խնդիրն էլի։ Այս մարդկանց են տանակը ոսկորին ասա, որ այսպես ասել են ստեղ, կարծում եմ բազմաթիվ վաճառներ եղել են եւ իրանց ձայնը այսպես չի լսվել այնտեղ էլի։ ԿԲ-ի մոդել էին ակցիա արել եւ չընդունեցին նրանց, ասացին գրավոր դիմեք շնորհակալ։ Այդ գրավոր դիմելու գործընթացը մենք լավ գիտենք։ Այդ խնդիրները, որոնց իրանց տանջող են, ուզող են եւ իրենք չեն կարողանում տեղում լուծում տալ, փորձում են այսպես բյուրոկրատական քաշքշուկով ցկցկել, փորձելով սարսնել այդ ամեն ինչը, բայց դա գործի լուծում չէ։ Պետք է տեղում մարդկանց ընդունել, լսեն, որտեղ նամակ գրել այլ խնդիր է, տեղում լսել, քննարկել արծի շուրջ, քննարկում կազմակերպել եւ լուծում տալ այլ խնդիրներ։ Տևական ժամանակ է որ հոգում են քաղաքացիները, վստահաբար խնդրին ասացիք մագերեսներն ծանոթ եք։ Այս հարցը բարձրացնել եք պատգամավորների նախարարի մոտ,
Ես տեսեք Ժորժ ջան, պետք է անկեղծ լինեմ, մեր քաղաքացիների մոտ այնպիսի հոգեբանություն է ձևավորվել, որ փորձում են առաջինը իշխանության հետ իրենց հարաբերությունները բանան են, շտկեն, դզել իրենց խնդիրները, խնդիրները, որտեղ մենք բազմաթիվ ընդունելություններով այս մեր քաղաքացիներ ընդունում են, իրանք այդպես է, դա կարգն է այդպես, իրանք փորձում են իրենց խնդիրները, խնդիրները իշխանության հետ լուծել։ Որտեղ մտածում եմ, որ իշխանությունը, բնականաբար իշխանությունը պարտավոր է նաև լուծելու, բայց որ տեսնում են հենց արդեն իշխանությունները իրանց խնդիրները չեն լուծում, դիմում են մեզ։ Ես կարծում եմ, սա այդ դեպքը չի, իրականում ռեալ խնդիր է եւ պետք է մեզ դիմեն, որ մենք կարողանանք բարձրացնել, հակառակ դեպքում մենք ինքնակոչ կդառնանք, կամ այդ քաղաքացիները մեզ շատ անգամ ասում են, որ մենք ընդհանրապես հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական ճաշակներ, քաղաքական հայացքներից մեր հասարակական կազմակերպությունը զերծ է, այստեղ հավաքված քաղաքացիները կամ հասարակական կազմակերպություն դիմաց 307 քաղաքացիները ունեն տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր քաղաքական ճաշակներ, տարբեր քաղաքական դիրքորոշումներ, մեր հասարակական կազմակերպությունը ուրեմն այդ ճաշակներից, անկախ այդ քաղաքական ճաշակների պատկանելությունից, եթե քաղաքացու իրավունքը խախտվել է, ապա մենք բարձրաձայնելու ենք այդ մասին, ապա մենք դիմելու ենք բոլոր պետական մարմիններին, ապա բոլոր պետական մարմիններից էլ ով պատրաստակամություն կունենա, որ պետական պաշտոնյա կունենա պատրաստակամություն լսել մեզ, աջակցել մեզ, կանխել թալանը քաղաքացիների նկատմամբ, ապա մենք բաց ենք։ Ես իհարկե մեր ընկերոջը չեմ ճանաչում, խնդրեմ եմ որ ներկայանաք, այս երկրում ցանկացած գործած քաղաքական գործընթաց, պարտադիր չէ կուսակցական գործընթաց, սա բանկային քաղաքականություն է, ինչի զոհը դուք բոլորն եք։ Միշտ փորձում եք ասել չքաղաքականացնել, սա բանկային քաղաքականություն է, որդեգրած քաղաքականություն է, որը սխալ ունի վրա է դրվել կամ այսպես չիմացությամբ մեր ժողովուրդը զոհել դարձել կամ իմացությամբ գիտակցաբար գնացել է, չգիտեմ ես։ Սա դուք էլի մի քաղաքականացում, ձեր իրավունքն է դա, բայց ինքնին ցանկացած խնդիր ես երկրում քաղաքական է։ Ցանկացած խնդիր քաղաքականացված ուզենակ, չուզենակ դա քաղաքական խնդիր, որտեղ նորից եմ ասում, մշակայս քաղաքականության, բանկային քաղաքականության մշակող, քաղաքականություն մշակող բանկն է, կենտրոնական բանկն է եւ մենք էլ որպես սպառողներ այս բանի խնդրի առաջ ենք կանգնել։ Հիմա դուք ուզենաք թե քաղաքականացնեք, չքաղաքականացնեք, մենք պատրաստ ենք ձեզ օգտակար լինելու մեր լծած գործիքակազմով։ Մնացածը ձեր իրավունքն է, կուզենաք ձեզ լսենք։ Եթե դուք հիազորված եք բոլորի ամենից լսեք, չեք ուզենաք չկարծեք։ Շատ լավ, կներեք, եկեք ազգային ժողով քաղաքական մարմին է։ Ձեր հայտարարությունը, որ չենք ուզում քաղաքականացնել, բայց դուք չգիտեիք ուր եք գալիս։ Ես չասեցի մենք չենք ուզում քաղաքականացնել, ես ասում եմ մենք զերծ ենք քաղաքական ճաշակներից։ Մեր խմբում կան քաղաքացիներ, ովքեր ունեն տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր քաղաքական ճաշակներ։ Եվ դրանց քաղաքական որոշումներ արդյունքում է ձևավորում, չուզենա սա ինքնին քաղաքական խնդիր է։ Հասկանանք, բայց մեր համար միևնույնն է, մեզ կաջակցի ընդդիմությունը, մեզ համար միևնույնն է, մեզ կաջակցի իշխանությունը, թե երկնքից Աստված, բայց միևնույնն է, այս քաղաքացիների թալանը, այս քաղաքացիների իրավունքները պետք է վերականգնեն առաջին, եւ այս թալանը, այս կողոպուտը երկրում պետք է կանխարգելվի եւ դիմադրության արժանանա։ Մենք պատրաստ ենք օրենքիով սահմանված կարգով ձեր կողքին լինելու, ձեր իրավունքները պաշտպանելու։ Մնացածը գործընթացը բերեք սկսենք Երևանում։ Մեզ հետ եմ առաջարկում։